Մի քանի հարց ունեմ տալու։ Վարչապետ Փաշինյանի հետ վիճած արցախցի Արթուր Օսիպյանը արդեն 22-րդ օրը հացադուլի մեջ է։ Երիտասարդ տղամարդը ձերբակալվեց քարոզարշավի ընթացքում, Ղարաբաղի թեմայով վարչապետին հարց տալուց ժամեր անց։ Քրեակատարողական բժշկության կենտրոնի տնօրեն Կամո Մանուկյանը հրաժարվում է մանրամասներ հաղորդել նրա առողջական վիճակի վերաբերյալ, պատճառաբանելով բժշկական գաղտնիքը։ Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը չշրջանցելով այդ գաղտնիքը, այդուհանդերձ որոշ մանրամասներ փոխանցեց։ Շատ հյուծված վիճակում է, քաշի զգալի կորուստ ունի, կոնկրետ ավելի քանի որ բժշկական տվյալները գաղտնի են լինում, չեմ կարող տեղեկացնել։ Օսիպյանը քարոզարշավի ընթացքում թեժ վիճաբանության ժամանակ վարչապետին հիշեցնում էր բանակցային գործընթացը, քննադատում նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը։ Ի վերջո, սակայն բանը հասավ վիրավորանքների, երբ ակտիվիստը ասաց, թե Ալիևը ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն է բարձրացնում։ Վարչապետը անգամ կշտամբեց Օսիպյանին, թե ինչու չի զոհվել Ղարաբաղյան պատերազմում։ Արթուր Օսիպյանն է, Փալանչի աննասումն է։ Այս դրվագից ժամեր անց Օսիպյանին մեղադրանք առաջադրվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։ Վարչապետի թիմակիցներն էլ զուգահեռ սկսեցին պնդել, թե Օսիպյանի ձերբակալության հիմքում ոչ թե վարչապետին ուղակի հարցեր տալն է եղել, այլ նրա նախապես արած սպառնալից գրառումը եւ բռնության կոչերը։ Ես գործին տեղյակ չեմ, բայց ես գիտեմ, որ այդ դրվագը բացարձակապես կապ չունի։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ 3 լրագրողների հետ զրույցում նոր մանրամասներ է հայտնել։ Այդ դրվագով չի, ասում եմ, չէ, որտեղ այդ դրվագում չկա հանցագործություն եւ չէր կարող այդ մարդը այդ դրվագի համար ձերբակալվել։ Այդ քաղաքացին ձերբակալվել է վարչապետի նկատմամբ հրապարակային բռնության կոչեր անելու համար։ Օսիպյանի փաստաբանը մինչդեռ հարց է բարձրացնում։ Վարչապետի հետ բանավեճի ընթացքում ձերբակալվում է, հետո ասում եմ, երկու ամիս առաջ Facebook-ում ես մի բան ա գրել, բայց երկու ամիս առաջ որ գրել է, ժամանակ իրավաբանները ուր է, ինչու միջոց չեն ձեռնարկել, սպասել են վարչապետի հետ բանավիճի հետ պահին, ուղղակի վարչապետը մի բան ասում է, մնացած նախարարները եւ թիմը հետերից կրկնում է։ Նուբարաշանի բանտում պահվող Արթուր Օսիպյանը հրաժարվում է դադարեցնել հացադուլը, Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել, որ իրեն փախած է անվանել եւ վիրավորել։ Վարչապետն արդեն ասել է, ոչ մի ներողություն էլ չի խնդրելու։ Այստեղ մենք արդար պահանջով ենք ու հղում ենք անում այն պայմանավորվածությանը, որի անունը սահմանադրություն է։ Ու այդ հարաբերումը խախտվել է։ Հերիք չի խախտվել է, մի հատ խախտվել է առաջի դեմքի կողմից։ Արթուր Օսիպյանի ազատության համար արդեն 8 օր նախագահի նստավայրի դիմաց նստացույց է անում Գեղամ Օհանյանը։ Երիտասարդ այս տղամարդը մոտ մի շաբաթ առաջ էլ հարցում էր ուղարկել նախագահ Խաչատուրյանին, թե պատրաստվում է դիմել գլխավոր դատախազին։ Պատմում էր, պատուհանից գուցե տեսնում է, բայց չի արձագանքում։ Ես չգիտեմ, ինքը հիմա պատուհանից երբեմն նայում է, տեսնում է, որ այստեղ տասնյակ հարյուրավոր մարդիկ երեկոյան ժամի հավաքվում են ու խնդիր ունեն, հանրային խնդիր ունեն, որը իր պահպանման ներքո է, սահմանադրությունը խախտվել։ Անտանելի է։ Այսօր էլ Օհանյանը Facebook-ում է գրառում արել, ընդգծելով ատելության խոսք, հոգեբանական ճնշում, վարչական ռեսուրսի չարաշահում, ցինիզմ ու մանիպուլյացիա։ Այս ամենի կողքով մարդը չպետք է անտարբեր անցնի։ Շատ խոշոր քայլով անկում ենք ապրելու, եթե մարսեցինք այս process-ը, պատժողը այս պահին կարա լինի միայն ժողովուրդը։ Այսօր մի խումբ հանրային գործիչներ Facebook-յան գրառումներ արեցին, որ Օսիպյանի համար անձնական երաշխավորություն են ստորագրել, ընդգծելով, որ արցախցի տղամարդուն ազատ արձակման դեպքում նրա պահվածքի համար իրենք են պատասխանատվություն կրելու։ Ավելի վաղ էր հայաստանյան քաղաքասարակության ներկայացուցիչները Օսիպյանի կալանավորումը ապօրինի էին որակել, պնդելով, որ դա քաղաքական է։